Ինչպես գիտենք, Բաքուն արդեն 4-րդ օրն է հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար, ընդ որում սկզբում Ադրբեջանի ռազմական կառույցը պնդում էր, թե կրակոցներն իբրև հարավ-արևելյան Սյունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերից են, հետո արդեն հայտարարեցին, թե դրանք արևելյան Վարդենիսից եւ Ճամբարակի կողմից են։ Ինչու է աղմկում Բաքուն, ինչ նպատակ է հետապնդում, թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրիմ գործընկեր Այդա Կիրակոսյանը, Այդա արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը անհեթեթ ապատեղեկատվություն է տարածում, իբր հայկական դիրքերը ռմբակոծում են իրենց անհեթեթ, անլուրջ ստեր, հերթական ստեր։ Պաշտոնական Երևանը հերքում է անդադար, իսկ Բաքուն ջղաձգումների մեջ է, ինչով է պայմանավորված։ Արա ոչ միայն ռազմական գերատեսչությունը ադրբեջանական, այլ նաև արդեն արտաքին գործերի նախարարությունն է մեղադրում մեզ, ընդ որում ոչ միայն կրակելու եւ թիրախավորելու իրենց դիրքերը, քո ասած երկու սահմանների ուղղությամբ, այլ նաև իբրև թե Հայաստանը զորքեր է կուտակում սահմանին, հայ-ադրբեջանական, ընդ որում լայնածավալ գործողությունների է պատրաստվում եւ ավելին հարձակողական սպառազինություն է տեղակայում սահմանի ամբողջ երկայնքով, բայց քանի որ Երևանը բազմիցս հերքել է եւ մենք էլ բնականաբար բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք բոլոր հերքումներին, ես ուզում եմ խոսենք Ադրբեջանում զուգահեռաբար կատարվող իրադարձությունների մասին։ Զուգահեռ իրականությունում լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է 18-ամյա բլոգերի մի երիտասարդի, որը իբրև թե Հայաստանի հետ սահմանի ռազմական տեխնիկայի տեղաշարժ է նկարել բնականաբար ադրբեջանական կողմից։ Եվ դա հրապարակել սոցցանցերում այսպիսի մոտավորապես վերտառությամբ, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման է եւ ռազմական գործողության է պատրաստվում։ Ադրբեջանական ԱԱԾ-ն հրապարակում է արել եւ նշում է, որ այս տեսանյութը նկարահանվել է ոչ թե մարտի 15-ին, ինչպես նշում էր TikToker-ը, այլ փետրվարի 27-ին, եւ որ դրան կից գրված գրառումը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը։ Բնականաբար քրեական գործ է հարուցվել, ավելին կան մանրամասներ, որ տեսանյութը պարունակում է կադրեր, թե ինչպես է ադրբեջանական հարձակողական զինտեխնիկան տեղակայվում սահմանին Գադաբայի շրջանում, որը գիտենք Գեղարքունիքի սահմանն է։ Նույնիսկ եթե դա ոչ թե մարտի տեսանյութ է, այլ փետրվարի վերջի, այսինքն ընդամենը 1 շաբաթ առաջվա, 2 շաբաթ առաջվա, միևնույնն է նշանակում է, որ այդ զորքերի տեղաշարժը, զինտեխնիկայի տեղաշարժը ադրբեջանական կողմում եղել է եւ բնականաբար այս տղային էլ հենց այնպես չեն ձերբակալել։ Մարդը այդ պահին վավերագրել է այդ պահի իրականությունը, ինչից հետո դժվար թե զորքերն ու տեխնիկան հեռացված լինեն սահմանային հատվածից։ Եվ բնականաբար մեղադրանքների ֆոնին, որոնք ուղղված են Երևանին, այսպիսի լուրը ադրբեջանական կողմից պատահական չէ։ Միևնույն ժամանակ կարծում ենք, երևի թե բոլորս էլ արդեն համոզված ենք, որ Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ միշտ փորձել է ինֆորմատիվ պատերազմներ մղել մեր դեմ եւ շատ հաճախ հաղթել հենց այդ ինֆորմատիվ մեդիա տերորներում, այս անգամ փորձենք չտրվել այդ սադրանքին, պարզապես տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում լավատեսորեն տրամադրվելով հետագայի նկատմամբ։ Արդեն 1 շաբաթ եւ ավել է, որ կարծես թե խաղաղության փաստաթղթի մասով համաձայնություն կա բոլոր կետերին, նույնիսկ այն երկու խնդրահարույց կետերին Հայաստանը ասաց, որ համաձայնենք, եկեք ստորագրենք։ Այնուամենայնիվ Ադրբեջանը որևէ բան չի ուզում անել, ոչ տեղի հարցով, ոչ վայրի, ոչ մի բանի։ Սա էլ տեղից չի շարժվում, ինչու։ Ավելին, արա, հենց պայմանագրի համաձայնեցված կետերի մասին երկկողմանի հայտարարությունից հետո սկսվեց այս տեղեկատվական արշավը անհեթեթ է կարծես Հայաստանի դեմ եւ բնականաբար ինչպես ամեն անգամ, երբ Ադրբեջանը պարբերաբար խոսում է այն մասին, որ մենք թիրախավորում ենք իրենց սահմանները կամ պատրաստվում ենք ինչ-որ գործողության, մտածում ենք, որ ընդհակառակը այսպիսի տեղեկություններով ինքը իր առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունը կամ հարձակումն է փորձում լեգիտիմացնել։ Բնականաբար այս տեղեկատվական արշավը այս անգամ ավելի շատ կապ ունի հենց համաձայնագրի կետերի հնարավոր ստորագրման կամ չստորագրման հետ։ Չգիտեմ, ժամանակ է ուզում ձգել, թե առհասարակ չի ուզում ստորագրել, դեռ կերևա, սա կրկին միջազգային հանրությանը եւ միջազգային դերակատարներին է ուղղված։ Տպավորությունն է, որ Բաքուն հաշտ չէ այն լավատեսական մոտեցումների հետ, որոնք տեսանք արտահայտվեցին տարբեր միջազգային դերակատարների կողմից անմիջապես համաձայնագրի կետերը հստակեցնելուց հետո։ Մինսկի խումբը ԵԱՀԿ-ն, որին այո, բոլորը ողջունեցին, բոլորը լավատեսական արձագանք տվեցին եւ տպավորություն է, որ Բաքուն հաշտ չէ այդ իրականության հետ եւ ընդհակառակը աշխարհին ուզում է ապացուցել, որ բանակցություններն ամենևին էլ զարգացում չունեն եւ ավելին փակուղում են։ Բնականաբար կրկին մտահոգություններ կան հայկական իրականության մեջ, որ այս սադրանքը հերթական տեղեկատվական, ապա տեղեկատվական փորձում է միջազգային հանրության ուղղակի
ուղղակի աչքերին թոս փչել, լեգիտիմացնելով իր հնարավոր հարձակումը։ Բայց ես կրկին չեմ ուզում մենք տրվենք սադրանքին, տեղեկատվական, եւ ուզում եմ Հայաստանի կողմից լավատեսական ուղերձները մեջ բերել։ Արտգործնախարարությունը, Պաշտպանական գերատեսչությունը, նաեւ կառավարության որոշ անդամներ եւ այդ թվում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս անկայուն չեն համարում այս իրավիճակը, այն կողմից մեղադրանքները եւ մեր հերքումները եւ ընդհակառակը հույս ունեն, որ Բաքուն կվերադառնա կառուցողական բանակցային դաշտ եւ այս ապատեղեկատվական քարոզին չի հաջորդի ռազմական գոնե փոքրիկ էսկալացիան, ինչի մասին վկայում է նաեւ վարչապետի 2-3 ժամ առաջ արված հերթական հրապարակումը Facebook-յան էջում։ Այո, վարչապետ Փաշինյանը նորից վերահաստատում է, որ համաձայնեցված կետերի տակ Հայաստանի Հանրապետությունից պատրաստ են ստորագրել եւ անձամբ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ բոլոր կետերի տակ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա, հուսով եմ կառուցողական մթնոլորտում կշարունակվի բանակցության այս փուլը։ Շնորհակալ եմ Այդա հանգամանալից ներկայացնելու համար։